նախադաս վիրավորանքների հնչեցին, ասաց ես վիրավորելու միտում բացարձակ չեմ ունեցել։ Մենք էլ մոտեցել էր այնուհետև նշվածը ինձ փոխանցեց։ Ես բոլոր դեպքերում հետևյալը կարող եմ ասել, որ առնվազն այնինչ կատարել են իրենք, պատշաճ վերահսկողություն չիրականացնելով ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ, այնինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիորեն գրված էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։ Այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի, թե ոչ։ Ես գտնում եմ, որ իհարկե ունի։ Այլ հարց, ես որպես կանոն իմ գնահատականներում մշտապես փորձում եմ շատ ավելի զուսպ եւ կոռեկտ լինել, բայց ոչ միշտ է այդպես նաեւ լինում, միգուցե։ Բայց ընդհանրապես գտնում եմ, որ սահմանադրական դատարանում նաեւ գնահատականները առավելապես լինում են իրավական տիպ։ Ես իդեպ առիթից օգտվելով նաև ձեր միջոցով, հարգելի գործընկերներ, մեր հայրենակիցներին փոխանցեմ որոշակի առումով մեր ներողամտությունը, եթե իսկապես բառամթերքը, տերմինները մի քիչ շատ իրավական են եւ ինչ որ առումով նաև միգուցե հետաքրքիր չեն լինել, բայց հավատացած եղեք, որ դրանցից յուրաքանչյուրը հետագայում նաև շատ ավելի մանրամասն մենք առիթներ կունենանք ներկայացնելու։ Ուղղակի քանի որ սահմանադրական դատարանը իր որոշումներում էլ հենց այդպիսի բառամթերք է օգտագործելու, դրանով է նաև պայմանավորված, ինչի ենք մենք մեր հաստատները շատ ավելի նման ձևով կառուցում։ Ձեզ բավարարում է ՀՀ-ի նախագահի այն պատճառաբանությունը հատկապես այն հարցերին, երբ որ հարց հնչվեց, որ չեք տիրապետել փաստորեն իրավիճակին, երբ որ ժամը 8-ից հետո իրադրությունը շարունակվել է, իր պատասխանը ձեզ բավարարեց։ Տեսեք, այստեղ պատասխանը դնենք մի կողմ, նայենք իրավական կոնկրետ փաստերով։ Ով է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար, Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ով է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երրորդը արդեն բացահայտում, որը տեղի ունեցավ սահմանադրական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից, ում միջոցով ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով, ով իդեպ հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Պարոն Վարդանյան, երբ Իդեպ ներողություն եմ խնդրում, ես նաև հարց ու պատասխանի ձևաչափում կատարել եմ պնդում հետևյալ բովանդակությամբ Վահագն Հովակիմյանը որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող լինել անկախ եւ անաչառ, օբյեկտիվորեն չի կարող, ելնելով նրանից, որ վերջինս ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, հիմնադիր անդամ է եղել, եթե իսկապես սուբյեկտիվ ընկալման մեջ դա մարդու համար նշանակություն չունի, դա էլ է խնդիր։ Երբ Վահագն Հովակիմյանը ասում է, այո, եղել են թերություններ, բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել ու պահանջում են, որպեսզի չընդունեն։ Հիմքերը ո՞րն են, նա չի մանրամասնում նույնիսկ ինչ թերություններ են եղել։ Մեզ ասում է, այդ թերությունները դուք եք տարածել։ Գիտեք, իրենք ընդունել են սահմանադրական դատարանում քննության ընթացքում, որ ընտրախախտումներ եղել են։ Իրենց դատողությունն այն է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել։ Մենք ասում ենք, որ իհարկե ունեցել է էական ազդեցություն, բայց կարևոր հանգամանք, ով է ամբողջությամբ կիսում ԿԸՀ-ի դիրքորոշումը, որ խախտումները որպես այդպիսին էական ազդեցություն չեն ունեցել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Ընդհանրապես իրավիճակը այդ, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է մասնակցում եւ Վահագն Հովակիմյանն է մասնակցում, սա էլ է խնդիր։ Պատկերացրեք, սահմանադրական դատարանը Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը անհնարին համարեց, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ միայն Վահագն Հովակիմյանը պետք է իրենց ներկայացնի սահմանադրական դատարանում։ Այսքանով հաշվի առնելով այս քննարկումները, մերժումները, դատավորի օրինակ Սեգա Սաֆարյանին քննարկմանը մեծագույն խնդիր է։ Ես սա արձանագրել եմ հենց առաջին իսկ օրը, հիմա էլ կարձանագրեմ, իսկապես սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության, հանրային վստահության, ընկալման տեսանկյունից մեծագույն խնդիր է Տիկին Սաֆարյանի մասնակցությունը, եւ իդեպ հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ, սահմանադրական դատարանը դատավորներ Վարդանյանի եւ Զեյնալյանի մասնակցության անհնարինության որոշումը կայացրել էր այն պատճառաբանությամբ, որ եթե իրենք մասնակցեն, դա կարող է լեգիտիմության խնդիր առաջացնի սահմանադրական դատարանի կազմի տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը,
Այսօր Սահմանադրական դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու դիմողներին եւ դատաքննության մասնակիցներին։ Կարծում եմ այդ հարցերը ընդհանրապես իրենց ձևով եւ բովանդակությամբ կարող են նպաստել որոշակի առումով ձեր հարցին պատասխանելու համար։ Պարոն Վարդանյան, Գոնե վերաքվյարկության, այսինքն ինչ որ ընտրել։ Գիտեք, իրավիճակի հետ կապված, բայց առնվազն մի բան էլ ասեմ, 3 շատ ուղիղ հարց են ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը որպես մասնակցի այս գործընթացին։ Հարցրել եմ, արդյոք իրենք պատրաստ չեն միանալու մեր դիմումին, ինչպես ներկայացրել է ասուլիսի ընթացքում իդեպ վերջերս, որ ներկայացրել է։ Արդյոք պատրաստ են միանալու մեր դիմումին այն մասը, որոնք վերաբերում են նոր ընտրությանը կամ առնվազն երկրորդ փուլին։ Մերժեցին։ Պարոն Վարդանյան, ինչու է ձեր մի րոպեելի քննարկում։ Հեսա կներկայացնեմ։ Պարոն Վարդանյան, ինչու է ձեր աջակիցների հետ հանդիպումը տեղի ունենում Կրկեսում, նաև քպականներն էին այս երկու օր ակտիվ տարածում եւ մեջբերում, որ դեռ շատ բազմամարդ էր եւ պետք է նոր հանդիպում եւ դատարկ նստարաններն էին ցույց տալիս։ Կարծում եմ դուք բովանդակություն նշված մեկնաբանությունների մեջ պետք է որ չտեսնեք, թող իրենց հարցադրումները եւ պատասխանները փնտրեն հենց իրենք։ Հանրության հետ մենք հետադարձ կապը պահում ենք միանշանակ։ Կարևոր է մեր հայրենակիցների կարծիքը, մոտեցումները իհարկե, հետևողական ենք լինելու այդ հարցում։ Մնացածը կարծում եմ, որպես այդպիսին բովանդակություն չունեցող է, իսկ ինչ վերաբերում է մեր գործընկերներից մյուսի հարցադրմանը, եկեք այսօր նաև շատ կարևոր է դատաքննության այս փուլը, երբ դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու, դրա վերաբերյալ պատասխաններ կլինեն։ Տեղեկացնեմ ձեզ, որ նաև մենք դռնփակ ռեժիմով մի քանի հարց պետք է քննարկենք, մի հետաքրքիր հանգամանք եմ ուզում ձեզ բացահայտել։ Հիշում եք, կային որոշ իշխանական ներկայացուցիչներ, որոնք խոսում էին, որ համեմատության մեջ 2025 թվականի, 2026-ի համապատասխան նույն ժամանակահատվածը մայիս-հունիս Հայաստան եկել են երևի 1 միլիոն մեր հայրենակիցներ արտերկրից կամ 100,000-ավոր տարբերություն կա հայրենակիցների, ովքեր եկել են հենց այս ժամանակահատվածում։ Եթե դժվար չի ձեզ, սիրելի գործընկերներ, դիմեք թե իրենց կամ Սահմանադրական դատարանին, թող տրամադրեն ձեզ համապատասխան տվյալը ազգային անվտանգության ծառայությունից ստացված։ Ես փակագծերը ամբողջությամբ չբացահայտեմ, պարզապես ասեմ, այդ խոսակցությունը հերթական սուտն էր, ինչպես ընտրակաշառքների հետ կապված, երբ պարզվեց խոսքը պարզապես ամբողջ փետրվարի 7-ից մինչև հունիսի 20-25 ժամանակահատվածում 258 մեղադրյալի մասին է խոսքը, բայց կարևոր էր նաև արձանագրելը, որ Արման Թաթյանի կողմից հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ կա քրեական վարույթ։ Դա իդեպ հրապարակվել էր մայիսի վերջին։ Քրեական վարույթը վերջերս է հարուցվել, բայց մեղադրյալ չկա։